Եվ երբ այդ տականքը գանգնում է հիստերիկ, որպեսի բանանի էլի, էլ հարցեր չտան, ճղճղում է, որպես ժողովրդի վրա տպավորություն թողնի, բայց ասեմ, որ անուղեղ մասսայի վրա տպավորություն է թողնում, ասում է 4.5 միլիարդ դոլարով ավելացրել են պետական բյուջեն, ավելացրել պետական բյուջեն։ Ես նորից եմ ասում։ Նախ 4.5 միլիարդ դոլար դու չես ավելացրել։ Երկրորդը, եթե հանում ենք 1 միլիարդ 100 միլիոն ներքին պարտքը, եթե հանում ենք 2 միլիարդ 400 միլիոն 38% գնաճը, որը բյուջեն ավել փող է բերել, ապա դու 17 թվականի բյուջեից 100 միլիոն դոլար պակաս ես հավաքում։ Այսինքն բյուջեն պակասել է։ Բացի դրանից, հարկերի, տուրքերի, տուժերի ավելացումը 5-ից 56 անգամ բերել նա, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա 7 տրիլիոն դոլար, 7 տրիլիոն դրամ մուտք։ Ուր է 4 տրիլիոն դրամը, Նիկոլ Փաշինյան, դա քո թալանն է, օֆշորում է, որ ասում է, գրպանները շեմ լցնում, ստում ես տականք, դու քո հարճը, ինքն է չէ այդ արել, որ օրինական կին չի, իսկ ոչ օրինական կինը կոչվում է հարճ։ Էդվարդ Աղայանի բացատրական բառան, բացեք կանգնացեք, զուգընկեր կամ հարճ։ Հարճը նաև պոռնիկ իմաստով է հայ ժողովուրդը ընդունում, բայց նաև օգտագործում է անօրինական կին իմաստով։ Հիմա ինչպես ուզում եք դուք հաստատեք, հարճը թալանում է այս երկիրը, դու թալանում ես պետական բյուջեն։ Ես ուրիշ բան ասեմ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դա այս օրագիր լրատվական միջոցից են վերցրել, այնպես որ բոլոր հարցերը ուղղակիր են։ Ուրեմն 25 բեռնատար մեքենա ունի, ամեն բեռնատար մեքենան 100,000 դոլարանոց։ Որտեղից Աննա Հակոբյանին 25 բեռնատար մեքենա եւ խտանյութի փոխադրումներից 937,000 դոլար ամսական փող է մնում Աննա Հակոբյանին։ Իսկ դուք մտահոգվում եք, որ բան է անում, մուրացկանություն է անում, բան է իր նման հարճերի եւ անթարսիպ անհայրենիք մի երկու հոգու հավաքում է իբր թե խնջույքի։ Ինչի համար անում դա։ Ինչի համար անում, նայեցեք։ Հայ ժողովուրդը չի ներելու բոլոր նրանց, ովքեր այդ տականքների հետ նկարվում են։ Հատուկյանը, որ բոլորին իր հետ։ Այո, ոչ, նա ասում է, եթե մենք չեղանք, այդ նկարները հանելու են եւ ձեզ չեն ներելու։ Այդ խնջույքները կարելի է անվանել մահախոսականներ։ Այդ խնջույքներ չեն, դրանք ազգի ներկայացուցիչների մահախոսականներն են։ Հասկանում եք։ Դասախոսները, ասեմ ձեզ մի բան ասեմ, որ գնմակրթելու։ Այո, որ գնմակրթելու։ Մատենադարան մտել է իր անգրագետ էշությունները դուրս է տվել, մատենադարանի այցելությունները 80%-ով կրճատվել է։ Մատենադարանի այլ մարդիկ չեն գնում մատենադարան, որովհետև արդեն մատենադարանի կոլեկտիվին չեն բանանում, վստահում, չեն վստահում։ Այնքան անբարոյական է այդ հարճը, անգամ Հրանտ Մաթևոսյանի մեր 20-րդ եւ 21-րդ դարի այդ հանճարի խոսքերը աղավաղելով ներողություն չխնդրեց։ Եվ ընդհակառակը մարդ են ուղարկում թանգարան եւ ասում են հանկարծ աղմուկ չբարձրացնեք։ Դե հիմա խոսել է էլի։ Աղմուկ չբարձրացնեք։ Այս տարի դուք մտնելու եք պետական բյուջեի հատկացումներից այդքան փող են տալու ձեզ թանգարանի վերանորոգման այս հարցերի համար։ Լրացնում։ Սա են սրանք։